Մենք կրկին եթերում ենք եւ մեզ միացավ թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Բարի երեկո։ Ես մինչև հարցադրումները հիշեցնեմ, որ մեզ ակտիվորեն հետևորդները այն մարդիկ, ովքեր որ հետևում են, տարածում են հաղորդումը, լայքեր, ֆինանսական աջակցություն, որպեսզի հաղորդումը իր բնականon աշխատանքը կատարի եւ ես մինչև հարցադրումները հիշեցնեմ, որ նոյեմբերի 13-ին վաղ առավոտյան ձերբակալեցին Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին, խոզարկություն կատարվեց անտիֆեյքի գրասենյակում, առգրավեցին տեխնիկան, արդարադատությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը, իսկ հաջորդ օրը նոյեմբերի 14-ին վաղ առավոտյան Տամբակից բերման ենթարկված Իշխան Խոսրովյանը, ապա 6 ժամ անց նրան ազատ արձակեցին, Նարեկ Սամսոնյանին կալանքի տանելու որոշում է կայացրել, ես միշտ այս դատավորի անունը տալուց ասում եմ հիշեք այս անունն ազգանունը, Մասիս Մելքոնյանը, Վազգեն Սաղաթելյանին Ռոման Սմբատյանը, այս դատավորների անունները պետքա հիշենք հետագայում, պետքա լինելու հունվարի 9-ին դատավոր Մանվել Շավերձյանը Նարեկի եւ Վազգենի կալանքի ժամկետը երկարացրեց եւս 3 ամսով, նույն օրը Նարեկ Սամսոնյանը դատական նիստերի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին, հացադուլը տևեց 15 օր, Սամսոնյանը հացադուլը դադարեցրեց բժիշկների պահանջով եւ մենք արդեն ասացինք, որ Նարեկ Սամսոնյանը այժմ գտնվում է հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ, փառկասու կյանքին վնաս չի սպառնում եւ մեր գործընկերներին մաղթենք առողջություն եւ ուժ կարողություն, որպեսզի այս ծանր իրավիճակը հաղթահարեն, թեև իրենք ուժեղ են եւ կայուն են։ Հիմա թերևս գանք գլխավոր իրադարձության օրվա ժամեր առաջ հայտնի դարձավ, չնայած դա խիստ կանխատեսելի էր։ Զարմանալու չէր ամեն դեպքում։ Զարմանալի չէր եւ կանխատեսել էր նաեւ, որ կաթողիկոսի դեմ գործ է հարուցվել եւ նրա սեկտը փակվել է, ինչի պատճառով ըստ էության արդեն բոլորը խոսում են, որ վտանգված է Ավստրիայում եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Ես պատմաբան եմ, շատ դժվարությամբ եմ հիշում նույնիսկ խորհրդային ռեպրեսիվ տարիներին իշխանության նման գրեգ ոտնձգություն կաթողիկոսի դեմ, հա, այդ ստալինյան փուլը եթե չհաշվենք, քրեական գործ ամենայն դեպս չեմ հիշում, որ վեհապարների դեմ հարուցված վեհապարի կամ վեհապարների դեմ հարուցված լիներ, բայց այնինչ տեսանք նույնիսկ սովետական ռեպրեսիայի պայմաններում տեսանք 21-րդ դարում Հա, անկախ Հայաստանում, եթե այսօրվա Հայաստանը այսպեսին կարելի է համարել, Նիկոլի իրական Հայաստանը։ Ինչ Սա անշուշտ պատմական իրադարձություն է, բացասական իմաստով, քաղաքական, քաղաքակրթական, ինչ հետևանքների կարող է բերել այս նոր անկումը, հա, հատակին շատ մոտածած անկումը։ Այո։ Նախ նորից թույլ տվեք ասել բարի երեկո ոչ միայն ձեզ, այլ նաև մեզ այս պահին դիտող իմ մեծ ընտանիքին, բոլոր հետևորդներին, ես չեմ կարող ասել, որ ուրախ եմ այս տաղավարում գտնվել այս ձևաչափով, բարձ պատճառով, որ այստեղ մեր բոլորի գտնվելու հիմնական դրդապատճառը այն է, որ ոչ թե մենք տենց շաբաթօրը երեկոյան ուրիշ բան չունենք անելու ու որոշել ենք, որ պետք է հաղորդում վարենք, այլ որովհետև այս հաղորդման վարողները եւ հեղինակները, ինչպես արդեն Արտուրը հիշած, գտնվում են անազատության մեջ, ապօրինի անազատության մեջ եւ ուզում ասել, որ ամեն անգամ այստեղ գալուց ես ընկալում եմ, որ սա փոքր իմ, ձեր բոլորիս փոքր աջակցությունն է, ընդհանրապես բոլոր քաղբանտարկներին, որոնց թիվը, եթե ես չեմ սխալվում, գերազանցում է 4 տասնյակը եւ այդ թվում տղաներն են, Նարեկը Վազգենը, այդ թվում նաեւ սրբազան առաջնորդները, տարբեր ուրեմն թիմ ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ այլն, եւ ուզում եմ ասել, որ այստեղ գտնվելու վստահ եմ ձեր անունցել իրավունք ունեմ դա հայտարարելու, որ այստեղ գտնվելու հիմնական մեր մոտիվացիան եւս մեկ անգամ ասել, որ մենք բոլորի կողքին ենք, մենք դատապարտում ենք նման մոտեցումը։
Գալով ձեր նշած ուրեմն այսպես պատմականությանը ես ուզում եմ ասել, որ մի կողմից իսկապես շատ սպասված եւ ինչ որ իմաստով կանխատեսելի սա վայրագություն է, որտեղ այլ բառով վեհապար հայրապետի դեմ հարուցված գործը հնարավոր չի բնորոշել, իսկ սա բացահայտ հանցագործություն է, կապ չունի թե քանի հատ օրենք է ձևախեղում, որպեսի դրա տակ մտնես, այդ հայտնի բանն է, հա, Ստալինյան, եթե կարիք լինի, ասում ստատիում ինայդիում, հա, մենք հոդվածը կգտնենք։ Հիմա այտենց կարելի ուղղակի այդ շնչել, ասել, որ դու շնչել ես ուրիշի օդ եւ դրա համար քեզ հիմա իրոք այդ աբսուրդի մեջ ենք ապրում, այնպես որ այս իմաստով ճակերտավոր սպասված էր, այսինքն կերտավոր ակնկալել էր, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ սա ոչ թե վերջին մի քանի ամիսների եւ նույնիսկ կարանք ասենք ըստեյության անցած տարվա հունիսից սկսված արշավի ժամանակ, մայիսից սկսված, այո, մայիսի վերջից սկսած արշավի ժամանակ է սպասելի դարձել, հա, այլ իրականում իմ համար ակնհայտ եղել 24 թվականի մայիսի 28-ին, ուզում եմ հիշեցնել մեր դիտողներին, վստահ եմ դուք հիշում եք, երբ որ 2024 թվականի մայիսի 28-ին Սարդարապատ ավանդական այցի ժամանակ վեհապար հայրապետի դիմացը ուղղակի փակեցին ոստիկանական կորդոնով եւ ասին, որ վեհապար հայրապետ չի կարող անցնի ու առանց հիմնավորման, որովհետեւ այդ ժամանակ այնտեղ ինչ որ մի հատ բաներ, հա, այլ ինչ որ պատվիրակություն էր, որ ներկայացնում է դե ֆակտո իշխանություն։ Այսինքն, երբ որ կարելի է վեհապար հայրապետի դիմացը կապ չունի ինչով հիմնավորելով, այն ժամանակ էլ հիմնավորումը ասում պրոտոկոլն է տենց եւ այլն, հա, այսինքն այդ պրոտոկոլը ասում միայն ոչ միայն տառին պիտի համապատասխանել, պիտի ոգուն էլ համապատասխանի, հա, բայց եթե վեհապար հայրապետի դիմաց հնարավոր է փակել Սարդարապետի հուշահամալիրում, ուրեմն կարելի է ամեն ինչ անել։ Եվ երկրորդ բանը, որ ես քիչ առաջ էլ նույնիսկ այդ թեմայով գրառում եմ արել, ընդհանրապես, եթե որևէ քաղաքական գործիչ Հայաստանում ունակ է որևէ ձևով արդարացնել, հələ չեմ ասում, իր տգիտությամբ եւ այլնով բերել Արցախի հանձնման, այլ արդարացնել ուրացումը հանձնման։ Ինքն կարաս ինչ որ երևակայական աշխարհում կարաս այնքան վատ կառավարիչ ունես, որ տապալես Արցախ հանձնես, էլի, բայց հանձնելուց հետո ուրանաս դրա հայկականությունը ու ասես, որ ինչ եղել է դա հաջողություն, այլ ոչ թե ստացել ենք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե կորտ։ Դե դա էլի, այսինքն սա հաջողություն, այլ ոչ թե աղետ է, եթե կարաս ունակ ես տենց միտք արտաբերել մեկ անգամ չէ, մի քանի անգամ կրկնել, ուրեմն դրանից հետո որևէ քո հանցագործություն կամ սեպտեմբերի 10-ին ոնց որ Գեորգ Պապոյանների համար են տխրարչակ 2023-ի սեպտեմբերի 10-ին, այսինքն Ստեփանակերտի վրա հարձակման օրը համարել էր Հայաստանի իրական ինքնիշխանության օր։ Դե ուզում եմ, եթե ունակ ես տենց տեքստ արտաբերել, ուրեմն դու ունակ ես անել բառացիորեն, բացասական իմաստով ամեն ինչ։ Դրա համար այս դեպքում իսկապես զարմանալի չէ, Արտուր, ինչպես նշեցիք, եւ միևնույն ժամանակ սա ես վստահ եմ դեռ ասма բանը չի, հա, այդ ամենաներքևը չի, էլի, ամենահնարավոր բացասական բանը չի, ցավոք սրտի, դրա համար այստեղ ոչ թե պետքա տենց բան անել, վերջը բան, հա, սա վերջը, չէ, վերջը չի եւ պետքա շատ ավելի ամուր լինել, քան որ կարծում եք։ Գալով ես դերողություն միջև խոսքը շարունակել հիշեցի, որ դրանից ես ինձ հաղորդավար եմ զգում, էլի, շատ եմ եղել այստեղ տենց նորմալ է, բոլորս էլ այս կարգավիճակում ենք։ Հիմա ես մինչև Սարդարապետը հիշենք, որ բարձրաստիճան հոգևորականների ձեռքից վերցրեցին դիվանագիտական անձնակազմը։ Այո, շատ լավ հիշեցրիք։ Այսինքն այս process-ները իրենք թեկուզ փոքր քայլերով էր, հա, Նիկոլը փորձում այս մեծ գլոբալ արշավին տանել, բայց ինքը արեց հնարավորինս, հա, որպեսզի իր մտածածին եւ յետին մտքերով ունենա հոգեվորականներին ճնշելու գործիքակազմ։ Դե դրան գումարենք նաեւ օրինակ 2018 թվականի անմիջապես իշխանա զավթումից հետո վեհապար հայրապետի պետական անվտանգության բանից զրկելը, վեհապար հայրապետին անվտանգության պրոտոկոլից զրկելը, իհարկե։ Այսինքն դե սենց ասեմ էլի, ախր բան չի պետք չի լինել հատուկ այսպես մասնագետ զբաղվել եկեղեցի իշխանություն եկեղեցի ընդդիմություն հարաբերությունները, որ հասկանան, որ գործ ունենք մարդկանց մի խմբի հետ, խմբավորման հետ, որը փաստացի նույնիսկ մինչև լինել իշխանություն ակնհայտորեն դրսևորում էր այդպես առնվազն ոչ բավականաչափ ուշադրություն եկեղեցուն, հա, եթե մարդիկ հնարավոր է, դե դու ունակ ես տարածել ինչ որ բաներ, այտենց կեղծ տեղեկություններ վեհապար հայրապետի մասին, Էջմիածնի մասին։ Գիտեք,
Այս ուզում եմ էլի ասեմ, որովհետև հիմա մենք էլի մտնում ենք այդ ընտրական ցիկլի մեջ եւ այլն եւ շատ մարդիկ են խոսում, բայց կարեւոր է էլի ինչ որ սկզբունքները ֆիքսել։ Այդ սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ դու ինչքան էլ ուզում ես քաղաքական պայքար մղես, չգիտեմ էլի ինչով ուզում ես արդարացնես քո քաղաքական պայքարը։ Մեկը արդարացում չունեն մի քանի բաներ հատելը, կարմիր գծեր հատել։ Օրինակ, ինչ ուզում ալին, դու չես կարող հանրային հելնես վեապար հայրապետին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը երբ էլ ուզում ալինի։ Թիրախավորես ու պիտակավորես։ Չկա տենց արդարացում դրան։ Չես կարող գնաս այլ երկրի տարածքում քո երկրը փնովես հանրային եւ այլն։ Ուզում ասես լիքը բաներ կան, որոնք չի օրինակ մենք հաճախ ենք էլի ուսանողներին դա ցույց տալիս, օրինակ երբ որ Թուրքիայում ամենաթեժ քաղաքական դաշտերից մեկն է էլի ընդհանրապես, հա, սա իմ մասնագիտական տիրույթից եմ այդ օրինակը բերում։ Բայց երբ որ օրինակ հոկտեմբերի 29-ն է լինում անկախության տոնը, երբ որ լինում է օգոստոս 30, այսպես կոչված հաղթանակի տոնը հույների հայերի դեմ, հա, երբ որ լինում են այլ պետական տոներ, այդ օրը իշխանությունն ու ամենավառ ընդդիմությունը իրար հետ մեկ շարքում կանած գնում են ու պետական արարողակարգի շրջանակներում կանգնում են նույն տեղում ծաղիկ են խոնարհում ու տեղ պարկեշտություն են դրսևորում։ Այսինքն այդ բանը պետականամետությունը, պետականակենտրոն մտածողությունը այնտեղ առկա է։ Եվ սա շատ մեր ճշնամին է, բայց օրինակ է, ինչպես պետք է լինի։ Իսկ այս պարագայում դու վեր կենաս ու վեապար հայրապետին հարաբերակային վիրավորանք հասցնես Գերմանիայում ամենացածր ձևի, դա բամբասես։ Հələ այդ Facebook-ում գրես գրառում, որտեղ չասեմ ինչ ներկայացնես, աշխարհի կանոնով դիմես։ Ուզում ասեմ, այս իմաստով մի հետաքրքիր փաստ։ Այդ բաժանարար գծերը Նիկոլը բերեց, մենք ունենք։ Դա չի եղել մինչև 18 տարի։ Եղել է միայն ինչ որ մարգինալ, այսպես կոչված ընդդիմադիր բաներում։ Ես ոչ իշխանություն եմ եղել, ոչ ընդդիմություն եմ եղել, բայց ես հիշում եմ այդ քննարկումները եւ այս արգահատանքը այդ քննարկումների նկատմամբ Անշուշտ չի եղել, որովհետեւ կարմիր գծեր եղել են պահված, էլի։ Ոնց կարելի էր ասենք մտնել սեփական, ասենք մարդը ինչ հանցագործություն ուներ, ես հիշում եմ որ տաբու կար, ինձ դա ավակներն էին պատմում այդ տաբուի մասին, վստահ եմ դուք հաստատ հիշում եք, որ չէր կարելի կատարել ձերբակալություն ընտանիքի հատկապես մանկահասակ երեխաների աչքերում։ Դա այդ օրենքի ոգին էր, տառը չէր, ոգին էր։ Այսինքն իրավապահը իրան թույլ չէր տա երեխայի մոտ մանկահասակ գնար, ասենք հորը, մորը, տապիկին, տատիկին ձերբակալել։ Չէ, սրանք մանկահասակ երեխայի ձեռքից։ Ես հիշում եմ Հրայր Թովմասյանի քեյսն եմ շատ լավ հիշում, էլի 19 Գոնե նախկին իշխանությունների պարագայում, այո, աշխատում էին այդ անհրաժեշտ բարոյական չափանիշները պահել։ Որտեղ ախր մի ժողով որպես նախին կալանավորված եմ այդ ասում։ Հիմա